Հալելույա։ Ամեն տարի այս ժամանակ, քանի որ մենք շնորհավորում ենք քույրերին, մի համապատասխան այդպիսի մի նյութ էլ խոսում ենք։ Գիտեք, Աստվածաշնչում կան այդ կերպարներ շատ կան, որոնք ուժեղ են, որոնք զորավոր են, որոնք Աստծո համար գործ են արել, ու մեր ամեն մի խոսքը, որ խոսում ենք այդ ուղղությամբ, իրենց ցույց տալով, միայն մի նպատակ ունի։ Մեր քույրերը դառնան այդպիսին, ամեն մեկից վերցնելով մի լավ բան, որովհետև բոլորը իրար հետ մի ամբողջություն են կազմում։ Հալելույա Հիսուսին։ Առաջի Թագավորաց գիրքը դուք կարդացել եք։ Եթե ունեք գրքեր, բացարեք Առաջի Թագավորաց առաջի գլուխը։ Արդեն գիտեք ում մասին եմ խոսելու։ Մի զորավոր կին կար։ Բայց նախ նկարագրեմ, թե ինչ էր տեղի ունենում։ Ինչ իրադրության մեջ էր ապրում այս կինը։ Իսրայելում դեռ թագավոր չկար։ Իսրայելը գտնվում էր դատավորների ժամանակաշրջանում։ Դա անարխիայի նման մի ժամանակաշրջան էր, որտեղ ամեն մարդ անում էր ինչ որ իր մտքով անցնում էր։ Մի ընդհանուր այդպես ղեկավար չկար։ Թագավոր չկար, որ առաջնորդեր ամբողջ ժողովրդին։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն մի մարդ Եղկանա անունով երկու կին ուներ։ Մեկի անունը Փենանա, մյուսինը Աննա։ Ուրեմն Փենանայից երեխաներ ուներ, բայց Աննան երեխա չուներ։ Եվ այն ժամանակ ըստ Իսրայելի մշակույթի, երբ որ մի կին երեխա չէր ունենում, ինքը համարվում էր անարգված Աստծո կողմից։ Եթե դուք կարդաք մարգարեական գրքերը, կտեսնեք, որ երեխա չունենալը նույնիսկ անեծք էր համարում։ Դա չի վերաբերվում նոր կտակարանային ժամանակաշրջանին, միանգամից ասեմ սա։ Բայց այն ժամանակ նախատինք էր համարվում Աստծո կողմից այդ կնոջ վրա դրված, եթե նա ամուսնացած էր ու երեխա չէր ունենում։ Դրա համար կարծես թե այն միսկինը իրեն ավելի լավ էր զգում։ Կարծես թե ավելի պատվավոր էր զգում իրեն։ Ու նեղում էր Աննային։ Մեկ-մեկ այնպիսի խոսքեր էր ասում, որ Աննան շատ սրտի խորքից նեղվում էր, վշտանում էր, լացում էր։ Դե բնական Աստված այդ բոլորը տեսնում էր։ Դուք հավատում եք, որ բոլոր դեպքերի վրա Աստված է իշխում։ Ոչ մի բան առանց Աստծո կամքի, առանց Աստծո թույլտվության չի լինում։ Սոր ասում առանց Աստծո կամքի մարդիկ հաճախ մտածում են, թե Աստված մեղք է գործել տալիս մարդուն, այդպես չի։ Աստված հաճախ չի բռնանում, ուղղակի թույլ է տալիս, որ մարդը գնա իր ճանապարհով։ Եվ մի քիչ ուրիշ ձևով ասեմ, ես հավատում եմ, որ այս կինը Աննայի կողքին դրված էր Աստծո կողմից, իրեն նեղելու համար։ Այնքան կարևոր էր Աննային նեղվելը, մի քիչ հետո մենք դա կուսումնասիրենք։ Եվ հետաքրքիր է, որ տեսնում էր Աստված այդ վիշտը, այդ նեղությունը, ու ոչ մի քայլ չէր անում, կարծես թե։ Աննան այդպես էլ երեխա չէր ունենում։ Ու ոչ մի բան չէր անում այդ կնոջը լռեցնելու համար, ինչ որ մի բան անելու։ Միակ մխիթարությունը, որ կարող էր ունենալ, ամուսինը իրեն ավելի շատ էր սիրում, քան թե մյուս կնոջը։ Բայց սա էլ կարծես թե չէր մխիթարում Աննային, գրված անընդհատ վշտացած էր։ Ժամանակ առ ժամանակ Եղկանան հավաքում էր իր ընտանիքը, երկու կանանց երեխաներին ու գնում էր Երուսաղեմ զոհաբերություն կատարելու, Աստծո պաշտամունք կատարելու։ Այս ժամանակ ճանապարհին ու այնտեղ Երուսաղեմում ավելի հարմար առիթներ են լինում, որպեսզի Փենանան նեղեր Աննային, մի քանի խոսք ավելին ասեր։ Ու ամեն անգամ վշտանում էր այս կինը, նեղվում ու ցավում էր։ Ինչու ասացի հավատում եմ, որ Աստված, տեսեք թե այս նեղության միջոցով Աստված ինչ արեց այս կնոջ կյանքում։ Դրա համար ես 5 կարևոր հետևանքներ պիտի ասեմ, որոնք տեղի ունեցան Աննայի կյանքում, եւ ոչ միայն Աննայի նեղության պատճառով, որ մի հոգի իր կողքին դրված էր նեղելու համար։ Առաջին բանը, որ հենց անմիջապես հանդիպում ենք առաջի գլխում, դա աղոթքն էր։ Գրված է հերթական անգամ, երբ որ իրեն գնացին Երուսաղեմ իրեն զոհաբերությունը կատարելու համար, նորից Փենանան նեղեց Աննային, վշտացրեց, նեղացրեց։ Այս կինը նեղված, լցված սրտով գնաց տաճար։ Այն ժամանակ տաճարը դեռ ամբողջովին սարքված չէր, դեռ ընդհանրապես տաճար սարքված չէր։ Վրանն էր պատրաստված տաճարի ձևով, մի քիչ ավելի հաստատուն, ու մի քահանա կար այնտեղ Հեղի անունով։ Այն ժամանակվա քահանան էր Իսրայելի։ Ու ինքը գրված է նստած էր մի աթոռի վրա, ինքը բավականին գեր մարդ էր, նստած էր մի աթոռի վրա սյունին մոտ, ու նայում էր թե Աննան ինչպես աղոթք անում։ Դա կարող է կարդալ 9-րդ խոսքից սկսած։ 10-րդ խոսքում գրված է այսպես. «Եվ տրտմալից հոգով Տիրոջ առջև աղոթք արեց ու խիստ շատ լացեց»։ Աննայի համար է գրված։ Պատկերացնեք ինչքան նեղված էր այս կնոջ սիրտը։ Գրված է տրտմալից հոգով Տիրոջ առջև աղոթք արեց ու խիստ շատ լացեց։ Վիշտը կնոջ սրտում առաջացրեց աղոթք։ Սա ուղղակի այնպիսի աղոթք չէր, որ ասեր Տեր, ինձ մի երեխա տուր, վերջանա այս հալածանքը։ Կարծում եք այդպես չէր աղոթել Աննան։ Ամեն նեղվելուց էր աղոթել հավանաբար։ Բայց լռություն էր Աստծո կողմից։ Այս անգամ կարծես թե մի ուրիշ տեսակ աղոթք տեղի ունեցավ։ Գրված է տրտմալից հոգով Տիրոջ առջև աղոթք արեց ու խիստ շատ լացեց։ Այն մեկ-մեկ հայկական խոսքը ասում են դանակը հասավ ոսկորին։ Այն միտեղ հասավ, որ էլ տեղ չուներ Աննան համաձայնվելու, հանգստանալու։ Ինքը պիտի ուժեղ աղոթք աներ արդեն։ Գիտեք,
Երբ որ մարդը վշտի մեջ մոտենում Աստծուն, իր վիշտը ներկայացնում Աստծուն, սա խոսում է նրա մասին, որ մարդը Աստծուց նեղացած չի։ Ես հանդիպել եմ նեղության մեջ, վշտի մեջ եղող մարդիկ, ովքեր չեն ուզեցել աղոթք անեն, իրենք նեղացած են եղել Աստծուց։ Չգիտեմ Աննան հավատում էր, որ Փենանան իր կողքին դրված Աստծո կողմից թե չէ, բայց եթե նույնիսկ հավատարել, ինքը պիտի Աստծուն մոտենար։ Աստված նեղությունը թույլ է տալիս հենց դրա պատճառով, որպեսզի մարդուն ձեռք բերի ավելի շատ ու ավելի շատ։ Հաճախ դու կարող ես մտածես ինչու էս նեղությունը, ինչու իմ կյանքում, բայց դա նրա համար է, որ դու մոտենաս Աստծուն, որովհետև երբ որ մարդիկ առանց նեղության են ապրում, իրենք հաճախ մոռանում են Աստծուն։ Մոռանում են, որ կա մեծ մեկը, որ իշխում է բոլոր դեպքերի վրա, որ իրենց կյանք է տվել, իրենց պահում ու պաշտպանում է, որպեսզի թեկուզ հենց այդ պահին չգնա դժոխք։ Գիտեք, եթե մի պահ Աստված աչքը թերթի մեզանից, սատանան միջապես մարդկանց կտանի դժոխք։ Բայց Աստված զորավոր է, ինքը սիրում է մարդկանց։ Այս մի աղոթքը կարելի ասել ջերմեռանդ էր, կրակոտ էր։ Ու Հակոբոսն ասում է արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի։ Կարդացել եք այդ խոսքը։ Հակոբոս 5:16 խոսքն է։ Ոչ թե իմիջ այլոց աղոթք, այլ ջերմեռանդ աղոթքը։ Իսկ հաճախ քրիստոնյան ջերմեռանդ աղոթքի հասնում է, երբ որ նեղություն է ունենում, երբ որ ճնշման մեջ է լինում։ Մի բան էլ կա, որ հաճախ քրիստոնյաները թույլ են տալիս այդ բացթողումը։ Դա նեղության կամ վշտի հետ հաշտվելն է։ Մեկ-մեկ տեսել եմ քրիստոնյաներ, որ ապրում են վշտի մեջ, ու կարծես համաձայնում, որ այդպես էլ պիտի ապրեն։ Ասում ես ինչի՞ չես պայքարում դրա համար, ինչի՞ չես պայքարում դուրս գալու դրա մեջից։ Մեկ-մեկ քրիստոնյաները մի սխալ արտահայտություն ունեն, ասում են էսի իմ խաչն է։ Գիտեք, խաչը երբեք վիշտը այս աշխարհի նեղությունը չի։ Խաչը Հիսուսը որ ասեց, դա սեփական անձի ուրացումն ու մահն է։ Եթե դու ուզում ես իսկապես խաչ կրել, դու քո անձը տուրացի, քո պատիվը տուրացի ու խաչը կունենաս։ Բայց ոչ մի վշտի հետ, ոչ մի հիվանդության հետ, ոչ մի նեղության հետ չհաշտվես։ Աննայի մոտ հասել էր այդ պահը, որ ինքը էլ չհաշտվեց դրա հետ վերջապես։ Գնաց Աստծո առաջ սիրտը բացեց, ասեց սա եմ ուզում։ Լացեց խիստ շատ գրվածը, խիստ շատ։ Եվ մի բան էլ Առաջի գլխի 15-րդ խոսքում, ուրեմն ինչ տեղի ունեցավ, երբ որ ինքը աղոթք էր անում, գրվածը շատ ցածր էր աղոթում։ Գիտեք, Աստծո լսողությունը շատ լավ է, հաճախ պետք չի գոռալ, որպեսզի ինքը լսի։ Շատ ցածր էր աղոթում, միայն իր շուրթերն էին շարժվում, ու ձայնը չէր լսվում։ Հեղի քահանան կողքից նայում էր, նայեց, տեսավ, վերջում մոտեցավ, ասաց հերիք չի հարբեցողությամբ զբաղվես։ Քահանան չհասկացավ ինչա տեղի ունենում։ Ասաց հերիք չի հարբեցողությամբ զբաղվես, թող խմել, վերջապես եւ այլն, այսպեսի բաներ։ Իսկ ինը ասաց, չէ, ես հարբած չեմ, ես վշտացած եմ, որ եկա, ու 15-րդ խոսքում գրված է այսպես, կարդամ այդ խոսքը։ Եվ Աննան պատասխան տվավ ասաց. Ով Տեր, այդպես չէ, ես վստահած սրտով կին եմ, գինի կամ օղի չեմ խմած, սակայն Տիրոջ առջև իմ սիրտս բացեցի։ Հաճախ աղոթքը պետք է լինի այդպիսին, որ մարդը կարողանա իր սիրտը բացել Աստծո առջև։ Այսպես բացի ասի, ահա, ես ես եմ, այսքան էլ վիշտ ունեմ իմ ներսում։ Կարծես թե բացելը թույլ է տալիս, որ Աստված մտնի այդ սրտի մեջ ու գործի այդ սրտի հետ։ Աստված ինչ-որ մի գործ անի մարդու կյանքում։ Դա այնպես չի, որ ուղղակի կասեմ ու կգնամ։ Չգիտեմ ձեզ հետ պատահել է թե չէ, ես ինչ շատ եմ բռնացրել, որ աղոթքի ժամանակ ես որոշ մտքերից փախնում եմ։ Որոշ մտքեր են առաջանում իմ սրտում, որոնց վրա չեմ ուզում կանգ առնել, ես փախնում եմ, այսինքն սիրտս փակում եմ Աստծո համար։ Գիտեք ինչու, որովհետև չեմ ուզում, որ այդ բաները իմ մեջից մաքրվեն։ Որովհետև չեմ ուզում, որ Աստված ինձ կտրի փողասիրությունից կամ իմ պատվից կամ էլի ինչ-որ մի բանից։ Չեմ ուզում, որ Աստված ինձ ասի ուրացիր պատիվդ կամ էլի ինչ-որ մի բաներ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Իսկ սիրտը բացել այնա, որ դու պարզ անկեղծ ես կանգնում Աստծո առջև։ Բաց ես անում սիրտդ, ասում ես սա է, տես։ Բայց Աստված մատը դնում է մի բանի վրա, ասում ես հարց չկա։ Ուզում ես վերացրու իմ կյանքից։ Այսպես պարզ ուղիղ Աստծո հետ։ Ու երբեք մի մտածեք, որ հատուկ բառեր են պետք դրա համար։ Այն ինչ որ դու կարող ես ասել ու մեր կողքինները մարդիկ հասկանան, որքան առավել Աստված կարող հասկանա։ Նեղությունը այս կնոջ կյանքում գործեց ջերմեռանդ աղոթք։ Ուզում եք, որ ձեր կյանքում նեղություններ չլինեն, միշտ եղեք ջերմեռանդ աղոթքի մեջ։ Հալելույա։ Եվ շարունակությունն էլ միայն սա չէր։ Երկրորդ հետևանքը, որ թողեց նեղությունը այս կնոջ կյանքում, դա ուխտն էր։ Դա կարդում ենք Առաջի գլխի 11-րդ խոսքում։ Եվ գրված է 10-րդ խոսքն էլ հետը կարդամ։ Տրտմալից հոգով Տիրոջ առջև աղոթք արեց ու խիստ շատ լացեց եւ ուխտ անելով ասաց. Ով Տեր զորության, եթե քո աղախնիդ նեղությանը նայես ու ինձ հիշես եւ քո աղախնիդ չմոռանալով քո աղախնիդ արուզավակ տաս, նրան Տիրոջը պիտի նվիրեմ իր կյանքի բոլոր օրերի մեջ ու նրա գլխի վրա ածելի պիտի չլինի։
Այն ժամանակ Իսրայելում ըստ Մովսեսի տված օրենքի, եթե մեկին նվիրում էին Աստծուն կամ մեկը իր անձը նվիրում էր Աստծուն, այդ ամբողջ նվիրման ժամանակաշրջանում ինքը պիտի իր մազերը չկտրեր։ Դա նշան էր կարծես թե նվիրվածության։ Այդպիսի պահեր կային, որ մարդը կարող էր օրինակ մի 20 օր ուխտ անել Աստծո հետ, ասել ես 20 օրս ես ինձ քեզ եմ նվիրում։ Այդ 20 օրվա մեջ ինքը պիտի գինի, օղի, սպիրտային ոչինչ չօգտագործեր, նույնիսկ խաղող չուտեր, նույնիսկ խաղի սոկ չխմեր։ Այսպիսի բաներ պիտի չօգտագործեր, չամիչ պիտի չօգտագործեր, ու իր մազերը պիտի չկտրեր։ Այսպիսի որոշ կանոններ կային։ Ու Աննան դրա համար ուխտ արեց, ասաց իր կյանքի բոլոր օրերի մեջ կնվիրեմ քեզ։ Ու իր գլխին ընդհանրապես ոչ դեպքում ածելի չի կպնի։ Մի այսպիսի ուխտ արեց։ Գիտեք, այս ուխտը հավանաբար Աննայի մեջ առաջացավ այս վշտից հենց այս պահին այս աղոթքի մեջ։ Հեչ եղել է քեզ, որ ասես Տեր, այս հարցը լուծի, ինչ ուզես կանեմ։ Այս մի հարցը լուծի, այս բանն էլ ես կանեմ։ Սա մի յուրահատուկ ուխտ է։ Գիտեք, մենք Աստծո հետ ուխտի մեջ մտել ենք այն ժամանակ, երբ հավատացինք Հիսուսին, եւ վերստին ծնվեցինք, երբ ասենք իմ կյանքս քեզ եմ տալիս, վերջեսի ուխտ էր։ Սա մի որոշակի ուխտ էր, որ ասացիր իմ կյանքս քեզ եմ տալիս։ Ես չեմ կարծում Աննան այդքան անհավատ էր ու ինքը իր կյանքը չէր տվել Հիսուսին։ Բայց մի յուրահատուկ բան էր ուզում Աստված։ Մի յուրահատուկ ուխտ էր ուզում իրանից։ Ու այդ ուխտը արեց, ասեց, եթե ինձ զավակ տաս, նրան քեզ եմ նվիրելու այս կյանքի բոլոր օրերի մեջ։ Կարծում եք Աննայի համար հեշտ էր այդպիսի ուխտ անելը։ Մի պահ պատկերացրեք շարունակությունը, որ կարդաք, գրված է այդ երեխային, երբ որ ծնվեց, վերջ-վերջերս աղոթքի հետևանքը կատարվեց, երեխան ծնվեց։ Գրված է պահեց այնքան, մինչև երեխան կրծքից կտրվեց։ Դրանից հետո տարավ, տվեց քահանային ու դրանից հետո ինքը իր երեխային տեսնում էր տարին մի անգամ, երբ գնում էին Երուսաղեմ տոնակատարության։ Պատկերացնում եք, հեշտ էր մոր համար, երբ երեխա չի ունեցել, միակ երեխան, որ ունեցավ, տաներ ու նվիրեր, բայց ինքը հասկանում էր ինչ ուխտ է անում, ինչ պայման է կապում Աստծո հետ, որ եթե տաս ես քեզ կվերադարձնեմ։ Եվ իսկապես վերադարձրեց, երբ որ իրականացավ։ Այստեղ ուզում եմ համեմատության համար կողքին դնել մյուս կնոջը Եղկանայի։ Նա երեխաներ ուներ, նա այսպիսի ջերմեռանդ աղոթքի մեջ չմտավ, նա Աստծո հետ այդպիսի ուխտ չարեց, ուղղակի ապրում էր իր համար։ Հասկանում եք, որ մեկ-մեկ Աստված նեղության միջոցով հրաշալի բաներ է անում մարդկանց կյանքում։ Տեսնում եք տարբերությունը այս երկուսի միջև։ Այս ուխտը անելը իրականում Աստծո ծրագրի սկիզբն էր։ Ուղղակի կարողացավ Աստված Աննային մտցնել իր ծրագրի մեջ, մտցնել մի յուրահատուկ ծրագրի մեջ, հետո կտեսնեք ինչքան մեծ եղավ այդ ծրագիրը։ Այսօր որպես քրիստոնյաներ մենք ոչ թե այդպիսի ուխտեր կարող ենք անել, այլ յուրահատուկ ուխտեր կարող ենք անել, որ երբ որ կյանքում գա մի դժվար պահ, մի նեղության պահ, դու կարող ես մի յուրահատուկ նվիրում ապրել այդ նեղության մեջ։ Կանգնել Աստծո առաջ ասել ես իմ անձս վերջնական քեզ եմ նվիրում, այնտեղ ինչեր կա, որ մինչև հիմա քեզ չեմ նվիրել։ Այստեղ իմ սրտի մեջ ինչեր կան, որ մինչև հիմա չեմ նվիրել։ Այդ բոլոր անկյունները քեզ եմ նվիրում։ Ու թող ամեն տեսակ նեղությունը մի նոր նվիրում առաջացնի։ Հաճախ կտեսնես, որ քո կյանքում կան մեղքեր, ու երբ որ դու կանգնում ես Աստծո առաջ, այդ մեղքերը չես թողնում, մեկ էլ հանկարծ մի նեղություն է գալիս, դու մոտենում ես Աստծուն, ու ասում ես Տեր, այս հարցը լուծես, այս բոլորը կթողնեմ։ Այդ մինչև հիմա հետս բերել եմ մեղքերը, հետս քաշ եմ տվել հավատքի մեջ, սրանից հետո բոլորը կթողնեմ։ Այսպիսի մի ուխտի կարիք կա։ Ու եթե ուզում ես, որ քո կյանքում յուրահատուկ նեղություններ չգան, գուցե այս ուխտը ավելի շուտ անես։ Տեր օրհնի ձեզ։ Ես հավատում եմ, որ Աստված ավելի շատ անհանգստացած է մեր հոգևոր կյանքի, քան թե նյութականի վրա։ Հալելույա։ Երրորդը, ինչը որ գործեց նեղությունը Աննայի կյանքում, դա հավատքն էր։ Ինչ է կարծում, Աննան մինչ այս աղոթքը էլ չէր աղոթել Աստծուն, բայց պատասխան չէր ստացել։ Այս մի աղոթքից հետո ստացավ։ Գիտեք, յուրահատուկ բան կատարվեց։ Այդ յուրահատուկ բանը ուզում եմ ձեզ ցույց տալ 18-րդ խոսքում։ Աղոթքից հետո ինքը վեր կացավ ու գնաց, բայց տեսեք ոնց է գրված այդ գնալը։ Եվ նա ասաց. «Քո աղախինը թող քո առջևը չնոր գտնի»։ Սա քահանային էր ասում։ Եվ կինը իր ճամփան գնաց ու կերավ ու երեսը երբեք չտրտմեց։ Այս կինը, որ այսպիսի վշտի մեջ էր տարիներ, մի անգամ եկավ, մի անգամ Աստծո առաջ աղոթք արեց ու գրվածը գնաց ու էլ երեսը չտխրեց։ Ինքը կարծես թե հենց այդ պահին հավատքով ստացավ իր աղոթքի պատասխանը։ Այն երեխան, որը ուզում էր որ ծնվեր իր կյանքում, ինքը հավատքով ստացավ։ Ձեզ մի հարց տամ, դրանից հետո Փենան անել չէր նեղում Աննային։ Այլ խոսքեր չէր ասում, ոչինչ չէր ասում, չէ՞ որ ասում էր, բայց գրված այլ երբեք նրա երեսը չտխրեց։ Գիտեք ինչու՞։ Որովհետև Փենանայի ասածները ճնշած այդ նեղությունը, անցավ երկրորդ պլան, ինքը արդեն երեխա ուներ։ Թեև իրականում չուներ, դեռևս չէր ծնվել, բայց հավատքով ուներ, դրա համար չէր տխրում։
Գիտեք, երբ որ մի բան կխնդրեք Աստծուց, աղոթք կանեք ու Աստծուց ստանալու, եթե դուք այդ ժամանակ աղոթքի մեջ ստանաք, ինձ պայեք է ստացած ու անպայման կկատարվի ձեր կյանքում։ Պատկերացրեք ինչ ասացի, հասկանալի է թե նորից ասեմ։ Ու թող Սուրբ Հոգու նշանները, որոնք ցույց են տալիս, որ դու աղոթքի մեջ ստացար, խաղաղությունն ու ուրախությունն են։ Եթե դու տխուր վշտով մտնում ես աղոթքի մեջ, աղոթք ես անում ժամերով, հետո տխուր վշտով դուրս ես գալիս աղոթքից, դու դեռ չես ստացել։ Այդ վիշտը դեռ պիտի շարունակվի քո կյանքում, մինչև հավատքդ հասնի մի մակարդակի, որով դու կարողանաս ստանալ Աստծուց։ Հենց որ ստանում ես, մի հատ ուրախություն է գալիս, մի հատ խաղաղություն է գալիս։ Երբ որ ժամանակը մի քիչ ձգվի ու տեսնես չիրականացած, դու նորից մտիր աղոթքի մեջ ու աշխատիր այդ խաղաղությունն ու ուրախությունը պահել այնքան ժամանակ, մինչև նյութական կիրականանա քո խնդրվածքը։ Այսինքն հավատքով պահիր, որ դու արդեն ստացել ես։ Հալելույա Հիսուսին։ Աննայի կյանքում դա տեղի ունեցավ, թեև գնաց, ու երբ որ նա երևույթին ոչ մի բան չէր փոխվել, ինքը մնում էր մենակ, փենանան կողքից նեղող, բայց էլ չէր տխրում։ Ինքը ուտում էր, խմում էր ուրախությունով, որովհետև հավատքով էր ստացել։ Հաճախ այդ խաղաղության աղոթքով ստանալու ուրախությունը թող քո համար լինի կարծես թե, ես չգիտեմ այստեղ ինչ բառ օգտագործեմ, լինի մի ինդիկատոր, որը անընդհատ քեզ ցույց տա, դու դա ունես քո կյանքում թե չունես։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այդ բառը հասկանալի է։ Հալելույա։ Մի բան էլ ասեմ, հաճախ մեր հավատքը մեր ջանքով չի լինում։ Մենք նորից մոտենում ենք Աստծուն ու անհավատությունը հեռանում է մեր կյանքից։ Մենք մոտենում ենք Աստծուն, հաղորդակցության մեջ ենք մտնում ու հաճախ թույլ տվեք, որ Սուրբ Հոգին ձեր մեջ առաջացնի հավատքը։ Այդ գալիս է նրանից, թե ձեր սիրտը ինչքան է բաց Աստծո առջև։ Երբ որ դու աղոթում ես, բայց այդ հավատքը չի դրվում, այստեղ կարա լինի երկու բան։ Մեկը, որ Աստված չի ուզում, որ այդ բանը դու քո կյանքում ունենաս։ Ես չգիտեմ այդ ինչ բան է, ամեն մեկի կյանքում կարա լինի յուրահատուկ մի բան։ Եթե գրված է դա որպես խոստում Աստվածաշնչում, ուրեմն դու հաստատ Աստված ուզում ա որ դու ունենաս։ Բայց կյանքում կան դեպքեր, որտեղ գրված չեն ուղիղ։ Ուրեմն եթե այդ հավատքը ոչ մի ձևով չի աճում, չի հասնում դրան, կարա պատճառներից մեկը լինի այն, որ Աստված չի ուզում, որ դա ուղղակի ունենաս։ Անկեղծ եղիր, հնազանդվիր, ու երբ որ դու հաշտվես դրա հետ, որ այդ մի բանն էլ չես ունենալու կյանքում, նորից ուրախություն ու խաղաղություն կապրես, եթե դա Աստծո կամքով է։ Եվ երկրորդ բանը գուցե Աստված ուզում է, որ դու ավելի ուժեղացնես քո հավատքը, ավելի մոտենաս իրան քո հավատքը աճի, ու հետո նոր դա կատարվի քո կյանքում։ Թող ուրախությունն ու խաղաղությունը միշտ դրա ինդիկատորը լինեն, որ ցույց տան, արդյոք դու հավատքով ստացար թե չէ։ Տեր օրհնի ձեզ։ Ես ուզում եմ, որ ձեր բոլոր նեղությունների, վշտերի, տառապանքների պատճառները, լուծումները դուք ստանաք Աստծո ներկայության մեջ։ Չորրորդ բանը, որ Աննայի կյանքում հետևանք առաջացրեց, նեղությունը, դա հենց երեխան էր։ Երբ որ ծնվեց, Աննան նրա անունը դրեց Սամուել, որը նշանակում էր Աստծո լսած։ Ես խնդրել եմ Աստվածը լսել է իմ խնդրվածքը, ու այդպես էլ երեխայի անունը դրեց Աստծո լսած։ Օրհնված երեխա էր։ Կարելի ասել նեղությունից ծնված երեխա էր։ Նեղությունից ծնված մեկը։ Հալելույա Հիսուսին։ Այնպես որ քո կյանքում, երբ որ նեղություն կլինի, իմացիր, դա կարա մի լավ բան ծնի քո մեջ, քո կյանքում։ Մի նոր սկիզբ դնի քո կյանքին, մի նոր ճյուղ, մի նոր ճանապարհ բացանի։ Ծնվեց այս երեխան։ Կարծես թե սա Աննայի վշտի վերջն էր։ Վիշտը սրանով վերջացավ։ Այս երեխայի ծնունդը դա էր նաև նշանակում։ Երբ որ քո խնդրվածքի պատասխանը դու կստանաս հավատքով, ու հետո էլ դա կիրականանա, դրանով վերջնական կվերջանա քո վիշտը։ Դրանով դու կմտնես մի ուրիշ երկնային թագավորության կյանքի մեջ։ Սա նաև երբ որ դու խնդրում ես մի բան ու ստանում ես Աստծուց, դա նաև քո եւ Աստծո հարաբերության ապացույցն է ու հաստատությունը։ Դա նշանակում Աստված քեզ հետ էր, Աստված լսեց քեզ։ Չէ՞ որ երեխայի անունը դրվեց Աստծո լսած։ Պատկերացնում եք ինչ ուրախություն է դա, երբ որ դու մի բան ես խնդրում, Աստված էլ լսում է քեզ։ Ով է Աստված ու ով ենք մենք։ Ինչքան փոքր, ինչքան ոչինչ կարծես թե, բայց ով է Աստված, ու հանկարծ մեզ նման մարդու խնդրանքը կատարում է, մեզ նման փոքրիկ մեկի։ Երբ որ դու նայում ես ու ասում ես աշխարհի վրա 6 միլիարդ ու ավելի ժողովուրդ են ապրում, ու բոլորին լսում է Աստված, հանկարծ դրանց մեջ ինձ էլ է լսում։ Ինչ ուրախություն է առաջանում։ Աստված ոչ մեկին չի անտեսում, օրհնյալ լինի իր անունը։ Սա իր անդրանիկն էր կարծես թե։ Սա միակն էր, սկիզբն էր։ Հետո գիտեք, Աննան էլի 5 երեխա ունեցավ, դա գրված է 2-րդ գլխում։ Բայց սա այն ամենաառաջինը։ Գիտես, ես ավելի շատ ուզում եմ, որ դու կենտրոնանաս հոգևոր սերունդի վրա։ Չէ՞ որ Աստված քեզ դրել է հատուկ, որ դու մայր լինես ու հոգևոր սերունդ թողնես քեզանից հետո։ Դու կարող ես իսկապես վշտի մեջ, լացով, աղոթքով, Աստծուն մոտենալով
ուժեղ աշակերտներ թողնել քեզանից հետո։ Երբ որ կհայտնվի մեկը քո կյանքում ու դու կլացես նրա համար, նա կդառնա ուժեղ աշակերտ։ Սա կլինի մի յուրահատուկ ծնունդ քո համար։ Ու առաջին աշակերտը կլինի քո անդրանիկը։ Նրան հատուկ կսիրես։ Հալելույա։ Հետո երկրորդը, հետո երրորդը, բայց գիտեք, հոգևոր սերունդն էլ է պահանջում ջանք ու աշխատանք։ Սա ամենաթանկարժեք, ամենագնահատվող բանը պիտի լինի։ Եթե կա մի բան, որով մենք կարող ենք բաց երեսով կանգնել Աստծո առջև, դա այն մարդիկ են, որոնք մեր միջոցով կապ աշխարհեն ու կաճեն։ Գիտեք, Պողոս առաքյալը այդպիսի մարդկանց անվանում է իմ փառքի պսակ։ Հանդիպել եք այդպիսի բան։ Պողոս առաքյալը գաղատացիներին գրած իր նամակում, գիտեք գաղատացիների եկեղեցին ինչպիսի վիճակի մեջ էր գտնվում։ Բավականին ծանր։ Պողոս առաքյալն էր հիմնել այդ եկեղեցին, գնացել էր, քարոզել էր, հավաքել էր մարդկանց, ապաշխարել էին, հիմնել էր եկեղեցին։ Որոշ ժամանակից հետո ճշմարտությունից ծռվել էին այս մարդիկ։ Գնացել էին ուրիշ ուսմունքի մեջ։ Ու երբ որ նամակ ագրում իրենց ասում են նորից ծննդական ցավում քաշում։ Մի բան մտածեք, տղամարդ է, չէ՞ ինքը ֆիզիկական ցավ չէր կրում, բայց սրտի խորը ցավեր ապրում են մարդկանց համար, որ ինքը թողել էր իրանից հետո։ Ասում են նորից ծննդական ցավում քաշում, մինչև Քրիստոսը ձեր մեջ ձևավորվի։ Ուզում ես որ ինչ-որ մեկի մեջ, քո քույրերի, եղբայրների, քո աշակերտների, ինչ-որ մեկի մեջ հոգևոր փոփոխություն տեղ ունենա ու Հիսուսը փայլի իր մեջ, երևա իր մեջ։ Հաճախ կարիք կա այսպիսի վշտալի ծաղոտքների, ոնց որ Աննան էր անում։ Գիտես, անտարբերությունը այնքան հեշտ է։ Անտարբերությունը էգոիզմ է։ Երբ որ դու կարող ես ասել, ես ու իմ Աստվածը, հետո ինչ որ մարդիկ վատնեն, քրիստոնյաները վատնեն։ Բայց երբ որ դու լացում ես այդ մարդկանց համար, այս այ Աստված գնահատում։ Ու քո լացին ինքը պատասխան կտա։ Մի օր դու կտեսնես այդ սերունդը։ Ծավիրանն փառավորվի։ Սա չորրորդ բանն էր, որ տեղի ունեցավ Աննայի կյանքում եւ կարա ձեր կյանքում էլ տեղի ունենա։ Ես ուզում եմ 5-րդն էլ ասել։ Սա ավելի շատ ոչ թե Աննայի կյանքում էր, այլ ամբողջ Իսրայելի կյանքում։ Ով էր Սամուելը Իսրայելում, գիտեք։ Ով այդպիսի մարդիկ հազվադեպ են լինում։ Կարդացեք Աստվածաշունչը, տեսեք ինչքան քիչ են այդպիսի մարդիկ։ Վշտի մեջ ծնված երեխան յուրահատուկ եղավ ամբողջ հրեա ազգի համար։ Յուրահատուկ եղավ մինչև հիմա։ Նրա անունը ասվում է Նոր Կտակարանում մի քանի անգամ։ Նրա անունը խոսում են բոլոր քրիստոնյաները բոլոր եկեղեցիներում։ Գիտեք ինչու՞։ Յուրահատուկ ծնունդ էր դա։ Աստծո հետ արված ուխտից ծնունդ էր։ Մի մարդ, որը մարգարե եղավ Իսրայելի մեջ։ Մի մարդ, որը կարողացավ ոցել Իսրայելի երկու առաջին թագավորներին։ Յուղը վերցնում լցնում էր գլխին, ասում էր Աստված քեզ թագավոր է ոցում։ Գիտեք ինչ բան է մարգարեն, Աստծո բերանը երկրի վրա, որ կարա բերանը բացի ու Աստծո անունից խոսի։ Ահա թե ով էր ծնվել երկրի վրա։ Ամբողջ Իսրայելին հավաքողը, ամբողջ Իսրայելին առաջնորդողը։ Ուրեմն մի խոսք է գրված 7-րդ գլխի 15-րդ խոսքում։ Գրված է, որ իր կյանքի բոլոր օրերի մեջ Իսրայելը դատեց։ Անկախ նրանից երիտասարդ էր, մանուկ էր, ծեր էր, իր կյանքի բոլոր օրերի մեջ ինքը Իսրայելը դատում էր։ Դեռ բոլորովին երեխա էր, Աստծո ձայնը չէր ճանաչում։ Աստված հետը խոսեց, ինքը վազեց քահանայի մոտ, ասեց ինչ ես ասում ինձ։ Մի քանի անգամ պատկերացնում եք կարդացել եք այդ պատմությունը։ Բոլորին երեխա էր, Աստծո ձայնը չէր ճանաչում։ Վերջը քահանան հասկացավ, որ դա Աստված է խոսել իր հետ, ասեց գնա, եթե մեկ էլ կլսես, ասել քո ծառատ լսում է։ Գնաց, ասեց ու դա եղավ առաջին հանդիպումը Աստծո հետ, որ Աստված բուրըն խոսեց իր հետ։ Ու խոսեց մի անգամից մարգարեական, ասեց հեղիի համար այսպիսի բաներ եմ անելու հեղիի կյանքում։ Սամուելը դարձավ մեկը, որի ամեն մի քայլը նշանակությունն էր Իսրայելի համար։ Կարդացել եք, երբ որ Դավիթին պիտի օծեր որպես թագավոր, ինքը գնաց Բեթլեհեմ։ Դավիթի ծննդավայրն էր, չէ՞ դա։ Երբ որ գնաց Բեթլեհեմ, գիտեք ինչ է գրված։ Գրված է քաղաքի ծերերը դողալով եկան նրա առաջ, ասացին ինչ բարի լուրով ես եկել, ինչի համար ես եկել։ Պատկերացնում եք ով էր Սամուելը։ Ծնվել էր վշտի, նեղության, տառապանքից։ Հալելույա։ Այսպիսի սերունդ դու կարող ես թողնել։ Եթե իսկապես քո սիրտը դնես աղոթքի մեջ մարդիկ ունենալու, սերունդ թողնելու համար։ Երբ որ դու քո կյանքի նպատակը տեսնես քեզանից հետո աշակերտներ թողնելը, երբ որ քո կյանքի նպատակը տեսնես, որ քեզանից հետո ուժեղ մարդիկ լինեն։ Գիտեք, Աննայի անունը այս երկու գլուխներից այն կողմ չի գնում։ Առաջի թագավորած առաջի երկու գլուխներում գրված է Աննայի մասին, բայց Սամուելի համար գրված է մինչև Աստվածաշնչի վերջը։ Գիտես, դա չէր կարևոր։ Ուղղակի Աստված ուզում էր Աննայի կյանքից հանել մի հատ ամբողջ ծրագիր իր ժողովրդի համար։ Ու դա արվեց վշտի մեջ։ Համար ցանկացած վիշտ, ցանկացած նեղություն, որ քո կյանքում կգա, դու նայիր դրան այդ տեսակետից, որ Աստված կարա քո կյանքում մեծ գործ անի դրա միջոցով։ 5 հետևանքներ, որ թողեց նեղությունը Աննայի ու Իսրայելի կյանքում։ Դա աղոթքն էր ամենաառաջինը։ Երկրորդը աղոթքի մեջ ուխտն էր։ Հավատքը զորավոր, որով կարողացավ ստանալ Աստծուց։
Սամուել մանուկը, ումի նշանավոր մարդ ամբողջ ժողովրդի համար։ Դու ուզում ես այսպիսի հետևանքներ ունենալ կյանքում։ Ինչպիսին է քո աղոթքը։ Ինչ ուխտեր ես անում Աստծո առջև։ Վշտի ժամանակ նեղանում ես Աստծուց, նեղության ժամանակ թե գալիս ես նրա առջև։ Մի պահ նայիր այս խոսքին համեմատ քո կյանքին։ Ու մտածիր, գուցե դու տեսար ինչ-որ բաներ, որոնք չեն համապատասխանում ճշմարտությանը, Աստվածաշնչյան խոսքին։ Պատրաստ եղիր սիրտդ բացելու ամնայի նման։ Ասելու ահա բացում եմ սիրտս։ Ահա սրտից մեջ եղած ամեն ինչն եմ քեզ տալիս։ Կարող ես այդպես։ Հոգի կանգնենք։